Ուրեմն քրիստոնյայի կյանքը փորձությունների կյանք է, հալածանքի, նեղությունների, դժվարության, ոչ միայն սա ֆիզիկական բռնությամբ, այլև հայոյանքով, արհամարանքով, անհարգանքով, նվաստացումով, որովհետև հեշտ չէ իբրև քրիստոնյա ապրել այս աշխարհի մեջ։ Այն քրիստոնյան, ով նեղություններ, դժվարություններ կրում, ինքը իրական քրիստոնյա է։ Այն քրիստոնյա, որ նեղություններ, դժվարություններ չունի, ուրեմն մեղքը իր կյանքի մեջ ավելի գերակշռող է եւ ինքը հանգիստ է։ Սատանան իրեն հանգիստ է թողում։ Եթե մեր կյանքի մեջ հանգիստ մի շրջան լինի եւ սատանա մեր դեմ չպայքարի, ուրեմն մենք մեղքի ինչ-որ մի խնդիր ունենք եւ մեղքը մեզ վրա իշխանություն ունի։ Սատանան մեղքի իշխանությամբ է մարդուն գերեվարում։ Փորձությունը սկզբից ցավալի է, տանջալի է, մեզ համար սարսափելի է, բայց դրանով մենք ինքնամաքրվում ենք։ Ինչպես որ Սուրբ Գիրքն է ասում, ոսկին կրակի մեջ է մաքրվում, այնպես էլ մարդը նեղությունների, դժվարությունների մեջ է մաքրվում եւ փորձառություն ձեռք բերում։ Փորձառությունն էլ մեզ բերում է համբերության, համբերությունը հույսի, իսկ հույսը մեր փրկիչը երբեք մեզ ամոթով չի թողնում։